Տավուշի մարզում հրդեհ է բռնկվել Դիլիջան համայնքի Կազաչի և Նավուր բնակավայրի Սրտնի կոչվող հանդամասերում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարարծառայությունը։ Կազաչի կոչվող հանդամասում հրդեհաշիջում են իրականացնում 234 փրկարարական ծառայողներ։ Աշխատանքներում ներգրավել են նաև էկոպարեկային ծառայության 28 աշխատակից։ Սրտնի կոչվող հանդամասում հրդեհաշիջում են իրականացնում 62 փրկարարական ծառայողներ և ներգրավել են նաև էկոպարեկային ծառայության 40 աշխատակից և գյուղի 53 բնակիչ։ Հայաստանյան մարզական գործիչներն առաջարկում են լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ 1956 թվականի ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն Սպարտակի լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին հուղարկավորել Հայաստանում։ Այս մասին ասել է մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը։ Նման մտադրություն կա, տեսնենք ինչպես կստացվի, ասել է նա, շեշտելով, որ Նիկիտա Սիմոնյանը հայկական և ընդհանրապես խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ դեր է ունեցել։ Մենք պետք է պարտանանք, որ ունեցել ենք այսպիսի անձնավորություն ֆուտբոլում, որը հայեր, եւ պատկերացնում եք, որ 99 տարեկանում նա դեռ աշխատում էր, եթե 100-ամյակն էլ նշեր, Գինեսի ռեկորդ կստեղծվեր, քանի որ աշխարհը 100 տարին լրացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ չի տեսել։ Դեկտեմբերի 4-ին Հայաստանում տեղի կունենա Հայ Դավիթ անիմացիոն ֆիլմի պրեմիերա։ Տաշիր ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Թաթևիկ Կարապետյանը նշեց, որ նախագիծը բարի և լուսավոր նախաձեռնություն է, որը միավորում է ընտանիքներին և երեխաներին, ծանոթացնում կարևոր արժեքների հետ։ Մուլտֆիլմը պատմում է Դավիթի սխրանքների մասին, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում։ Լիամետրաժ տարբերակը դեկտեմբերի 4-ից կցուցադրվի Սինեմա Սար կինոթատրոնում, իսկ առաջին 2 սերիաներն արդեն հասանելի են YouTube-ում։